Խոսենք սարքը մաքրելու եւ սպասարկելու մասով, ինքը բավականին հեշտ է, ունի մաքրման ռեժիմ, պետք է ուղղակի համապատասխան նյութեր օգտագործել։ Առաջին հերթին ամեն օրվա խնամքի համար մեզ հարկավոր է մաքրող նյութ, որը մենք օգտագործելու ենք մենակ լվանալու ընթացքում։ Ինչպես է պետք լվանալ։ Բոլոր սարքերի հետ կոմպլեկտի մեջ ունենք այսպիսի ֆիլտր, որը blind filter է կոչվում, slip-off filter, ինքը նախատեսված է հատուկ լվացման համար։ Ինչ է պետք անել առաջին հերթին։ Առաջին հերթին պետք է բնականաբար դատարկել այս ֆիլտրի մեջ եղածը, մի հատ պարզաջրում անել, որպեսզի կպած կեղտերը թափվեն։ Ինչպես կարող ենք հեշտ հանել, որպեսզի փոխենք blind filter-ով, նույն blind filter-ը օգտագործում ենք հանելու համար, տեղադրում ենք ու սեղմում ենք։ Ինքը բնականաբար չտալով նստելու է տեղը, ինչա պետք անել մեզ, վերցնում ենք մեր մաքրող նյութը, մոտավորապես 1 թեյի գդալ, ավելացնում ենք այստեղ, տեղադրում ենք սարքի վրա ու միացնում ենք լվացման ռեժիմ։ Լվացման ռեժիմը միացնելու համար սեղմած պահում ենք տաք ջրի պրոլիվի կնոպկան։ Տաք ջրի պրոլիվը պահելու ընթացքում սկսեց թարթել մեր մոտ ստոպի կնոպկաները։ Դա նշանակում է նրա մասին, որ ապարատը արդեն պատրաստ է լվացում կատարելու համար, կախված նրանից թե որ գրուպան ենք մաքրում, օգտագործում ենք այդ գրուպայի կնոպկան, այսինքն մենք արդեն մեր նյութերը դրել ենք, ապարատը սպասում է, որ մենք հաստատենք, որ ինքը լվացում անի։ Սեղմում ենք եւ ավտոմատ արդեն սարքը սկսելու է իր գործողությունները անել լվանալու համար։ Ինքը տևում է մոտավորապես 15 րոպե, որից հետո սարքը ձեզ տեղա կպահի, որ հաջորդ գործողության քայլի ժամանակն է։ Որոշ ժամանակ հետո սուրճի մեքենան ավարտեց լվացման process-ը եւ սպասում է հաստատմանը, որպեսզի սկսի պարզաջրման process-ը։ Ինչ է պետք անել։ Ուղղակի հանում ենք ֆիլտրը, դատարկում ենք մնացորդները ու նորից տեղադրում ենք տեղը ու ասում ենք, որ կարող ենք շարունակել։ Կոճակը սեղմելուց հետո ապարատը նորից որոշ ժամանակ շարունակելու է կատարել պարզաջրման աշխատանքները եւ վերադառնա իր նորմալ աշխատանքային ռեժիմին։ Նույն գործողությունը կիրառելի է բոլոր գրուպաների համար, այսինքն լվացման հերթականությունն ու միացնելու ձևը ամեն գրուպայի համար նույն ձևի է։ Ամենօրյա մաքրելուց բացի սարքը ունի անհրաժեշտություն գոնե շաբաթը 1 անգամ իրան քանդելով մաքրելու։ Ինչ է հարկավոր դրա համար։ Պետք է իր ֆիլտրերը հանենք, առանձնացնենք ցանցերը ֆիլտրերի վրայից, առանձնացնենք պրուժինները, շատ կարևոր է չկորցնել, շատ մանր դետալ է, հաճախակի է կորում։ Առանձնացնել պրուժինները 2 հենդի համար էլ կամ քանի հենդ որ դուք ունեք, այդքանի համար։ Ամբողջը առանձնացնում ենք իրարից։ Երբ է պետք անել ձեռքով մաքրումը, այն ժամանակ, երբ որ ապարատը սառն է։ Ինչով է դա պայմանավորված, որովհետև գրուպաները բավականին տաք են, կա այրվելու վտանգ։ Ապարատը սառը ժամանակ օգտագործել փոքր չափսի, բայց մեծ գլխիկով տափակ պտուտակահան։ Պետք է իր ցանցերը ամբողջությամբ հանենք, տեղադրում ենք, քանդում ենք ստեղի պտուտակը։ Ցանցը հանելուց հետո ուշադիր ենք լինում, որպեսզի դետալները չկորցնենք, դա վերաբերվում է պտուտակին իր շայբայով։ Շայբան շատ սպეციფიկ շայբա է, ինքը հարկավոր է մեզ, որպեսզի հեշտ քանդենք ու լավ ամրացնենք իրան տեղում։ Ուշադրություն ենք դարձնում, որպեսզի չկորցնենք, դնում ենք մի կողմ։ Անպայման առանձնացնում ենք այս երկու մասը։ Շատ անգամ ինքը կպած է լինում, դժվարանում ենք առանձնացնել։ Առանձնացնելու համար կարող ենք օգտագործել դանակի սայրը, այս հատվածում բացելով, առանձնացնում ենք ու նույն ձևի բացում ենք մյուս գրուպը։ Մենք հիմա կօգտագործենք այս նյութը, որը մեր մոտ կա վաճառքում, որպեսզի կարողանանք համապատասխան լուծույթ ստանանք։ Ինչ է պետք դրա համար։ Դրա համար պետք է 5 գրամ այս նյութից 1 լիտր ջուր, տարա եւ կշեռք։ Ավելացնում ենք նյութը, ավելացնում ենք 1 լիտր 5 գրամ նյութի համար 60 աստիճանից ոչ պակաս ջերմաստիճանի ջուր, այսինքն կարելի է եռման ջուր ավելացնել։ Ավելացնում ենք ջուրը, լուծում ենք ամբողջը եւ մեր դետալները ավելացնում ենք լուծույթի մեջ։
հենդերը դնելուց աշխատում ենք այնպես դնենք, որպեսզի այն հատվածները, որոնք որ առնչվում են սուրճի հետ, ամբողջությամբ ընկղմված լինեն հեղուկի մեջ։ Այս վիճակում կարող ենք թողնել կես ժամից ոչ պակաս, կարելի է մի քիչ ավել թողնել, դրանից ոչ մի խնդիր չկա։ Դետալները լվանալուց, պարզաջրելուց հետո, նյութի մեջ պահելուց հետո պետք է հատ հավաքենք, ուշադրություն ենք դարձնում, որպեսզի փոսիկի մեջ դնենք այս զսպանակները։ Նորից դնում ենք համապատասխան ցանցերը։ Եվ պետք է արդեն հետ հավաքենք մեր դետալները, որոնք որ մաքրվել են։ Եթե նյութը օգտագործելուց հետո ինչ որ մնացորդներ կմնան խոշոր, խնդիր չկա, կարելի է հոսացող ջրի տակ լվանալ։ Հետ դնելու համար միշտ ուշադրություն ենք դարձնում ուղղությունները, որպեսզի ցանցը դնելուց հետո ստանանք հարթ մակերես։ Տեղադրում ենք մեր պտուտակը շայբայի հետ միասին ու ամրացնում ենք իր տեղում։ Սկզբի համար ձեռքով գտնում ենք տեղը ու նույն պտուտակահանով ինչով որ հանել ենք, ամրացնում ենք տեղը ամեն ինչը։ Ձգելուց պետք չի շատ ձիգ ձգել, միջին ուժով ձգելը բավական է։ Դրանից հետո կարող ենք մեր ապարատը նորից շարունակել օգտագործել, ինքը աշխատելու է ավելի լավ ու ավելի լավ համի սուրճ պետք է տա ձեզ։